Տիկին Հակոբյան, ես ուզում եմ անդրադառնանք եկեղեցու միջադեպին, այդ միջադեպից հետո երիտասարդի մայրը դիմել էր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին, որպես երաշխավոր կանգնի, որպեսզի կալանքի որոշումը փոփոխվի։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, դուք որպես պատգամավոր արդյոք եւ որպես մայր, արդյոք չեք կարծում, որ կարելի է, այո, երաշխավոր կանգնել, կալանքի որոշումը փոխվի եւ օրինակ դուք հնարավոր է նման առաջարկով հանդես գաք։ Ես որպես կին, որպես մայր, որպես պատգամավոր շատ ցավում եմ միջադեպի համար, բայց պետք է հաշվի առնենք, որ տեղի ունեցել միջադեպ չափահաս մարդու մասնակցությամբ, որին իրավական գնահատական է տրվել։ Այստեղ քաղաքական խոսակցություն չկա։ Մենք մեր քաղաքական թիմով այս հարցը չենք քննարկել անգամ, որովհետև քաղաքական գործիչները կապ չունեն միջադեպի հետ այնքանով, որ որոշում ընդունեն դրա հետ կապված այս առումով։ Բայց մյուս կողմից, օրինակ նույն քաղաքական գործիչները կարծում եմ այլ հանձնառություն պետք է ունենան։ Պետք է հասկանանք, որ այն ատելության մթնոլորտը, որը տևական ժամանակ գեներացվել է հանրապետությունում, ինչի արդյունքում 18-ամյա երիտասարդը նման ագրեսիվ վարքագիծ է դրսևորել եւ հարձակման փորձ է տեղի ունեցել երկրի վարչապետի հանդեպ, այս ամեն ինչը արդյունքն է այդ գեներացված ատելության մթնոլորտի։ Եվ այո, քաղաքական գործիչները այս առումով լիքը անելիք ունեն։ Մենք հենց այս մթնոլորտը հաշվի առնելով էլ նախորդ տարի ընդունեցինք մեր էթիկայի կանոնագիրքը եւ նաեւ կոչ արեցինք մնացած քաղաքական կուսակցություններին եւս գնալ այդ ճանապարհով, բայց ինչպես տեսակ մենք միակն էինք, որ այդ քայլն արեցինք, մեզ սահմանափակեցինք եւ այս ամեն ինչում պետք է դոշ ծեծելուց առաջ մեղավորությունը իրենց զգան նույն ընդդիմադիր քաղաքական գործիչները, որովհետեւ նրանք են ստիպել, որ 18-ամյա երիտասարդը ատի եւ ցանկություն ունենա հարձակվել երկրի ղեկավարի վրա։ Ինչու ոչ նաեւ որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ, որոնք մեծ հաճույքով գեներացրել են այդ ատելությունը։ Կարծում եմ բոլորը այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն, բայց տեղի է ունեցել արարք, որը իրավական գնահատական է ստացել եւ մենք որևէ միջամտություն չունենք, անգամ վարչապետին էլ չի ասում էին կարող եք ներել ոչ մեկ չի մեղադրել, որ ների տեղ է ունեցել միջադեպ, որի իրավական գնահատական է տրվել։ Տիկին Հակոբյան, դուք իշխանությանը դուրս դրեցիք, իշխանությունը ատելությունը գեներացնելու այդ ճանապարհին առաջամարտիկ չի։ Մենք մեր հանձնառությունը նաև այդ ատելության մթնոլորտի մեղմացման վերցրել ենք, դրա համար գնացել ենք առաջին քայլի, մեզ սահմանափակել ենք։ Մի կողմը չի կարող ոչ մի դեպքում միայն մի կողմը մեղավորություն ունենալ։ Պարզ է, որ քաղաքական բանավեճ է եւ փոխադարձ մեղադրանքներ եւ այլն եւ այլն։ Բայց մենք 1 տարի առաջ գնացել ենք, այդ հանձնառությունը վերցրել ենք, ինչը մյուս կողմի դեպքում որևէ արձագանք չի ստացել։ Սա ես մեզ դուրս չդրեցի։ Ես ասացի, մենք դա հասկանալով մեզ սահմանափակել ենք, բայց մյուս կողմը շարունակել է նույն վարքագիծը, նույն ամենավերջին մեղադրանքներով եւ հայոյախոսություն ինչու ոչ, վիրավորանքներ եւ երբ որ իրավական ճանապարհով ես գնում, սկսվում են մեղադրանքները, որովհետեւ երևի հասարակությունը կամ նույն ընդդիմադիրները սովոր են, որ այլ կերպ հարցերը լուծվի։ Թաղային հեղինակություններ, մարդիկ, չգիտեմ, շենքերի հետևում այդ հարցերը լուծվեն, ռեստորանների, զուգարաններում հարցերը լուծվեն։ Երևի դրան են սովոր։ Պետք է իրավապահ համակարգը, ուժային համակարգը ոչինչ չանի, որևէ գնահատական չտա։ Մենք դեմ ենք դրան, որովհետև կարծում ենք նաև 2018 թվականին այդ գործելավոճը մերժել է ողջ հասարակությունը եւ մենք այլևս հնարավորություն չունենք եւ ցանկություն չունենք հետ գլորվելու մինչ հեղափոխական Հայաստան։